Ողջույն սիրելիներս, այսօր ուզում եմ պատրաստել երկու տեսակի շտրուդել, բալը կաթնաշոռով և տանձը ընկույզով։ Սիրելիներս, բալով շտրուդելի համար մեզ անհրաժեշտ է բալ, կաթնաշոռ, շաքարավազ և թթվասեր։ Սիրելիներս, հիմա կաթնաշոռը տրորում ենք, ավելացնելու ենք շաքարավազը և թթվասերը։ Սիրելիներս, տանձով շտրուդելի համար մեզ անհրաժեշտ է տանձ, մանրացրած ընկույզ, շաքարավազ, դարչին և կարագ։ Այժմ տանձը կեղևազրկում ենք, հետո մանր կտրատելու ենք և հետագա կասեմ ինչ կանենք։ Այժմ կտրատում ենք տանձերը։ Սիրելիներս, հիմա մենք տանձը կարամելիզացնելու ենք։ Շատ անուշ բույր է գալիս։ Հիմա կավելացնենք ընկույզը և դարչինը, քիչ կկարամելիզացվի և կանջատենք։ Թողնենք մի փոքր սառչի, հետո կասեմ ինչ կանենք։ Դարչինը ըստ ցանկության, եթե շատ եք սիրում, կարող եք ավելացնել, եթե չէ, կարող եք չավելացնել, պարտադիր չի։ Թեպետ ընկույզի հետ դարչինը շատ համադրելի է։ Վերջ։ Թողնում ենք սառչի։ Սիրելիներս, շեշտավոր խմորը հիմա պետք է բացենք։ Ասեմ ձեզ, որ շեշտավոր խմորի բաղադրատոմսը արդեն կա մեր ալիքում։ Կարող եք տեսնել։ Հիմա մենք բացում ենք խմորը և նախորդ ուզում եմ զգուշացնել, որ այս շտրուդելը չի բարձրանում, ինքը շատ բարակ է ստացվում ու նուրբ։
Սիրելիներս, խմորը արդեն բացված է, ասեմ, որ հաստությունը այսպիսին պետք է լինի, շատ հաստ պետք չի անել, նայեք, եզրերը կապ չունի, պարտադիր չի կտրել, ասեմ ձեզ, որտեղ մենք փաթաթենք պետք է, հիմա մեր միջուկը տանձը ընկույզով լցնում ենք, հավասարեցնում ենք, վրա ենք բերում, մի հատ էլ ենք շրջում, և այսպես, արդեն պատրաստ է, հիմա կկտրենք, դնենք տապակի վրա, ձուկսենք, քունջուտ լցնենք և ուղարկենք ջեռոց եփվելու։ Սիրելիներս, քանի որ ջեռոցի տապակը փոքր է, մենք բաժանենք սա երկու մասի և երկու կողմով թխենք։ Ընդհանրապես մեծ են անում և կտրատում են այսպես մատուցելուց, այսպես մեծ են կտրատում։ Մենք տնային պայմաններում ենք անում, հարմարվենք մեր պայմաններին։ Շատ համեղ է պատրաստել, խորհուրդ կտամ։ Զարդարում ենք քունջուտով և ուղարկում ենք ջեռոց թխվելու 180 աստիճանի տակ։ Խնդրեմ, պատրաստ է տանձով և ընկույզով շտրուդելը։ Տեղափոխում ենք այսպես ցանցի վրա և թողնում ենք մինչև սառչի և հետո կհամտեսենք։ Այժմ սիրելիներս պատրաստում ենք վիշնյայով և կատնաշոռով շտրուդելը։ Սիրելիներս, բալի ջեմը ես ինքս եմ պատրաստել։ Եթե ձեզ հետաքրքրեց պատրաստման եղանակը, գրեք ինձ և ես ձեզ մեծ սիրով կներկայացնեմ։ Հիմա կատնաշոռի վրա լցնում ենք բալի ջեմը։ Ես այնպես եմ արել, որ հատիկները զգացվի, շատ հաճելի գույն ունի։ Նույն կերպ ծալում ենք։ Սիրելիներս, վրան լցնում եմ ոչ թե քունջուտ, այլ խորիզ։ Իդեպ ասեմ, որ խորիզը կա բաղադրատոմսեր հասմիկից էջում։ Խնդրեմ, այ կտրվածքը լավ երևում է, նայեք միջուկը։ Հիմա տեղափոխում ենք ջեռոց թխվելու։
գեղեցկությունը։ Պատրաստ են մեր շտրուդելները։